Տեր Աստված այսօր մեր աչքերը ուղղված են դեպի քեզ արքա։ Եվ մեր ականջները սպասում են քո ձայնին, Տեր։ Տեր, մենք խնդրում ենք, որ խոսած քո հոգու միջոցով եւ քո խոսքը տնես մեր սրտերի մեջ ու մեր մտքերը լուսավորես, Տեր, որ մենք տեսնելով տեսնենք ու տեսնենք եւ լսելով լսենք ու լսենք, Տեր։ Շնորհակալ ենք քեզ արքա։ Սուրբ Հոգի, կպի ու հպվիր ամեն մեկին, Տեր։ Լցրու ամեն մեկից, Տեր Աստված։ Մենք այնքան ունենք քո կարիքը, Տեր։ Մենք այնքան փափագ ունենք քո ներկայության մեջ լինելու, ապրելու քո ներկայության մեջ, Տեր։ Հիսուս, մենք կանչում ենք քեզ մեր կյանքերի մեջ։ Տեր, որովհետև որտեղ որ դու մտնում էիր, այնտեղ իրավիճակները փոխվում էր, Տեր։ Մեռելները հարություն էին առնում, հիվանդները բժշկվում էին, Տեր Աստված, փակ դռները բացվում էին, Տեր Աստված, զորավոր ու զորավոր գործեր էին կատարվում, Տեր Աստված։ Ու մեծ ապաշխարություն էր լինում արքա։ Տեր Հիսուս, արի մեր ընտանիքների մեջ, Տեր, արի մեր բարեկամների մեջ, Տեր, արի այս քաղաքի մեջ, Տեր, արի այս ազգի մեջ, արի այս երկրի մեջ, Հիսուս, մենք այնքան ունենք քո կարիքը, Տեր, որ դու գաս եւ սկսի ամեն բան փոխվել արքա, որ դու գաս եւ սկսի ամեն բան տեղաշարժվել, Տեր, եւ ամեն բան, որ քեզանից չի, Տեր, թող քանդվի ու վերանա արքա, բայց ինչ որ քեզանից է եւ քո կամքով է, Տեր, թող մեծանա ու բարգավաճի, Տեր Աստված։ Տեր, լցրու մեր բերանը քո ծիծաղով արքա։ Տեր, լցրու մեր սրտերը քո խաղաղությունով, Տեր։ Մխիթարիր մեզ, Տեր Աստված։ Առաջնորդիր մեզ, Տեր Աստված։ Լցրու մեզ քո ուրախությունով, Տեր։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Տեր։ Տեր, մենք սիրում ենք քեզ։ Տեր, մենք սպասում ենք քեզ ու մեծարում ենք քեզ արքա։ Հալելույա, փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Խնդրեմ, հարգելիներս տեղավորվեք, շնորհակալություն Փառաբանության խմբին։ Ինչպես միշտ, կարծում եմ, դուք արեցիք ավելին, քան թե որ ձեզանից պահանջվում էր։ Չէ՞։ Թե չէ։ Արեցին ավելին, թե չէ։ Շնորհակալություն։ Հալելույա, փառք Աստծուն, հարգելիներս։ Ինչպես որ Հովվա ասեց, ես Արսեն Հայրապետյանը, այստեղ եմ կնոջս հետ, Լիաննայի եւ մեր օգնականի Սամվելի հետ։ Եվ բավականին, կարծում եմ, բավականին երկար ժամանակ ծառայում ենք հովական ծառայության մեջ, 20 տարուց ավել Երևանում որպես տարածքային հովներ եւ 14 թվից այս տարի մեր 10-ամյակն է լրանում Վարդենիսում, որ հովություն ենք վերցրել եւ հովություն ենք անում, ծառայում ենք 10 տարի այնտեղ։ Ու ասեմ, որ ես էլ կինս էլ մենք 92 թվականին ենք ապաշխարել, որ մաթեմատիկայից ուժեղ է, մի անգամից կհաշվի քանի տարի է։ Ամեն։ Կինս Շիրակի մարզից է, նես որ ոչ միայն ձեր համար է հարազատ այս մարզը, իմ համար էլ քիչ-քիչ վերջի 25 տարին արդեն դարձել է հարազատ։ Չնայած որ ես Ագրան Ատրադում եմ ծառայել 95-ից 97 թվերը, ասում եմ, երբ պիտի պրծնեմ ես ծառայությունից ու Գյումրուց, բայց այն էլ չգիտեի, որ Տերը կնոջս է պատրաստել իմ համար, որ Շիրակի մարզից հա։ Ամեն, հալելույա, փառք Աստծուն։ Ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Այսքան երկար ծառայողական պրակտիկա ունենալուց ընդհանրապես մի բան ես հասկանում, որ Տերը թագավորում է։ Ամեն։ Ինչքան երկար ծառայում ես, սկսում ես հասկանալ, որ դեռ ոչինչ էլ չես արել Աստծո համար։ Դու ինչքան երկար ծառայում ես, դու տեսնում ես, որ ոչ թե դու, այլ Տերը քո միջոցով։
Ամեն։ Սրանք այնքան կարևոր բաներ ա, որպեսզի ամեն մի քրիստոնյա հասկանա, որ ոչ թե քո գեղեցիկ աչքերն էր պատճառը, որ այսպես եղավ, այլ Տիրոջ ողորմությունը։ Ամեն։ Տիրոջ զորությունը, Տիրոջ շնորհքն էր, որ սա այսպես եղավ։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն դրա համար։ Ես այսօր ձեր հետ կիսվելու եմ կինս ճանապարհին հարցնում ա Արսեն ինչ ես քարոզել, ասում դե Հիսուսի մասին։ Ինչպես բոլոր եկեղեցիներում եւ բոլոր եկեղեցական ծառայություններում։ Ես այսօր խոսալու եմ Հիսուսի մասին, իրականում Հիսուսի մասին եմ խոսալու։ Վերնագրել եմ այսպես իմ այսօրվա խոսքը Հիսուսը որպես փրկիչ եւ դատավոր։ Իհարկե շատ մարդիկ կցանկանան, որ միայն փրկիչի մասին խոսանք, բայց ես մի փոքր համարձակություն եմ վերցրել եւ այսօր նույնպես խոսալու եմ Հիսուսի մասին որպես դատավորի։ Եվ սա լուրջ, լրջացնող, հա, մարտահրավեր նետող թեմա է իմ համար եւ ես կուզեմ, որ մեզանից յուրաքանչյուրս ոչ միայն տարված լինենք Հիսուսին որպես փրկչի, այլ նաև մի փոքր էլ մտածենք Հիսուսին որպես երկրորդ գալուստի մասին մտածենք եւ հավիտենականության մասին մտածենք։ Մենք բոլորս գիտենք, Տերը ողորմած է, սիրեց այս աշխարհը, տվեց իր միածին որդուն եւ ամեն նրան հավատացողը, որպեսզի փրկվի, կյանք ունենա եւ ավելին։ Ամեն, այո եւ ամեն, սա Աստծո խոսքն է։ Եվ դա մեզ տալիս է ճանապարհ դեպի փրկության։ Եվ մենք հավատացել ենք, եւ մենք դավանել ենք, եւ մենք գնացել ենք Հիսուսի հետևից եւ ասել ենք Հիսուս, մենք քեզ սիրում ենք, չէ՞։ Տեր, դու այն միակն ես, դու այն ամենան ես, դու իմ ապավենն ես, դու իմ կյանքն ես, ես քեզ շատ եմ սիրում, դու իմ փրկիչն ես, եւ ոնց որ թե վերջ։ Այսքանով որոշ մարդկանց քրիստոնեություն ավարտվում է։ Բայց գիտես, հետաքրքիր բան կա, եթե մենք քրիստոնյաներ ենք, հավատացյալներ ենք, մենք պետք է հետևենք Հիսուսին։ Ամեն։ Մենք ասում ենք մենք 1700 արդեն քանի տարվա, հա, բայց գիտես հարգելիս, ինչ եմ ուզում ասեմ, քրիստոնյա չեն ծնվում դառնում են, եւ քրիստոնյա լինել նշանակում է գնալ Հիսուսի հետքերով։ Ամեն, այսինքն նմանվել Հիսուսին։ Ուզում ես Հիսուսին նմանվես։ Շատ լավ է, շատ ակտիվ ես, ես հավատում եմ, որ մինչև վերջնես կմնաս, բայց Հիսուսին նմանվելը հեշտ չի, հարգելիս, որովհետև նա այնպես չի անում, ոնց որ դու ուզում ես, հասկանում ես, նա ուզում է, որ դու այնպես անես, ինչպես որ ինքն է ուզում, եսի կարևոր բաներ եմ ասում, եթե Տերը խոսում է, որ Հիսուսը փրկիչ է, եւ ավետարաններում, երբ որ մենք կարդում ենք, ինչ ենք տեսնում, գրված է, որ Հիսուսը անկյունի գլուխ է։ Ամեն։ Այս օրինակը իմ սիրելի օրինակներից մեկն է, բայց երբ որ պատը շարվում է, այդ ամբողջ պատը պետք է հարմարվի անկյունի գլխի հետ։ Ճիշտ եմ, չէ՞ ասում, կան շինարարությունից հասկացող մարդիկ։ Բայց քրիստոնյաները գիտես ինչ են անում, ասում են Հիսուս, մի քիչ առաջ արի, որ ինձ հարմար լինի։ Այսինքն ոչ թե մենք ենք փորձում Հիսուսին հարմարվենք, այլ փորձում ենք Հիսուսին մեզ հարմարացնենք։ Ինչը որ լավ չի։ Գիտես, մենք նայելու ենք Հիսուսին որպես փրկիչ, եւ նա փրկում է մեզ, եւ նա մեզ օրինակ է տալիս։ Ուզում եմ առաջի տեղը կարդալ ձեր համար Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 29-րդ խոսքը։ 11-րդ գլուխ 29-րդ խոսքը։ Հիսուսը օրինակ է տալիս, եւ սա է հետեւյալ. ձեր վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Գիտես, Հիսուսը օրինակ է տալիս։ Տեր, ո՞նց ես ասում, հեզ եւ խոնար։ Գիտես, մեր մոտ, մեր մենտալիտետի մեջ, մեր խառնվածքի մեջ հեզը դա
գրական բառը կարող է չգտնեմ, բայց եկեք ավելի հասկանալի լեզվով ասեմ։ Դա հարիֆը չի։ Հա? Ուզում եմ որ հասկանաք։ Երբ որ Տերը ասում է ես հեզ եմ, նա չի ասում ես խեղճ ու կրակ եմ։ Նա չի ասում որ ամեն մեկը կարող իմ գլխին խփի։ Նա չի ասում որ ես ամենաներքևում եմ։ Հեզությունը ինքը դրսևորվում է Տիրոջ նկատմամբ անմնացորդ հնազանդությամբ։ Հասկանալի է սա։ Ոչ թե մարդու նկատմամբ, ոչ թե իրավիճակների նկատմամբ, այլ Տիրոջ ասած խոսքին անմնացորդ հնազանդությանը։ Սա է ասում Հիսուսը, որտեղ նա ոչ միայն այստեղ, այլ ամեն ժամանակ ասում է ես ինձանից բան չեմ անում, ինչ որ հորը տեսնում եմ, անում եմ։ Եվ ասում է իմ նման եղեք, ինչ որ հոր մոտ կտեսնեք, ինչ որ Աստծո խոսքը խոսում է, այն էլ արեք։ Եվ ասում է սրտով խոնարհ եմ։ Հեզ անմնացորդ հնազանդ Տիրոջը, Տիրոջ խոսքին, հորը երկնքում եւ սրտով խոնարհ։ Հարգելիներս, որոշ քրիստոնյաներ ֆիզիկապես են խոնարհ, բայց սրտով հպարտ են։ Բայց Աստվածաշունչը Տերը մեզ հրավիրում է, կանչում է, որովհետեւ մենք ոչ թե ֆիզիկապես խոնարհ լինենք, այլ սրտով խոնարհ լինենք։ Եթե մենք սրտով խոնարհ լինենք, ֆիզիկապես ամեն բան մեր մոտ նորմալ կլինի։ Ամեն։ Մենք խեղճ ու կրակ չենք լինի։ Ամեն։ Մենք գլուխներս կախ չենք պտտվի։ Տերը ասում է իմ նման եղեք, հարգելիներս, անմնացորդ նվիրում Տիրոջը եւ անմնացորդ հնազանդություն Տիրոջը։ Գիտես, մի ուրիշ կողմից եմ ուզում մոտենալ այս հարցին, մենք բոլորս սիրում ենք Հիսուսին, երբ որ խոսքը դրա մասին գրում, ասում այ հո ջան, ինչ ես ասում։ Բայց արդյոք մենք խոսում ենք Տիրոջ խոսքը սիրելու մասին։ Չէ՞ որ խոսքը, Աստվածաշունչը, խոսքը համարժեք է Հիսուս Քրիստոսին։ Լավ։ Հիսուսն ասեց, Հիսուսի մասին ասեց, ես հացն եմ երկնքից, չէ՞։ Իսկ մեր հոգևոր սնունդը այսօր ի՞նչն է, Աստծո խոսքն է։ Այսինքն, երբ որ մենք տարբերում ենք, բաժանում ենք դրանք իրարից, Հիսուս քեզ սիրում եմ, բայց Աստծո խոսքին այդքան էլ ուշադրություն չես դարձնում։ Հիսուս աղոթում եմ քեզ, բայց Աստծո խոսքը սենց է գրած, բայց գիտես, իմ մոտ այսի սենց է։ Սկսում ես հարմարացնել Աստծո խոսքը քեզ։ Հարգելիս, Հիսուս Քրիստոսը եւ Աստծո խոսքը դրանք համարժեք են իրար։ Սիրում ես Հիսուսին, սիրում ես Աստծո խոսքը։ Սիրում ես Հիսուսին, կատարում ես Աստծո խոսքը։ Ամեն։ Եթե իմ ասածները քո ներսը ինչ որ բան կխառնի իրար, հարգելիս, նախորոք ներողություն եմ խնդրում։ Բայց լսի քո ներսը ինչ կասի քեզ։ Ամեն։ Սա կարևոր բաներ է։ Այնպես չի, որ ես սիրեմ Հիսուսին ու Աստծո խոսքը արհամարեմ։ Ես սիրում եմ Հիսուսին, բայց ինչպես եղբայրներ ասում, մի ամիս Աստվածաշունչ չեմ կարդում։ Այն մարդուն, ում որ դու սիրում ես, դու կուզենաս անընդհատ իր հետ շփվել։ Ամեն։ Լավ կլինի, որ մենք սիրահարված լինենք Հիսուսի վրա։ Լավ կլինի, որ մենք սիրահարված լինենք Տիրոջ կամքը կատարելու վրա։ Լավ կլինի, որ մենք սիրահարված լինենք Աստծո խոսքը կարդալու եւ հնազանդվելու վրա։ Ամեն։ Եթե մենք գիտենք, բայց չենք կատարում, դա մեզ ոչ մի օգուտ չի տալիս։ Չէ՞։ Մենք գիտենք Աստծո խոսքը, բայց մենք ապրում ենք մեր ուզածով։ Մենք անում ենք մեր ուզածով։ Ինչի՞, որովհետեւ մենք փրկված ենք։ Ինչի՞, որովհետեւ ես դավանել եմ Հիսուսին, սրտովս էլ հավատացել եմ։ Ինչի՞, որովհետեւ ես եկեղեցի եմ գնում։ Ինչի՞, որովհետեւ ես ամեն օր աղոթում եմ, այս եմ անում, մյուսն եմ անում, մյուսը եւ ինչ։ Եթե մենք այսքանով ավարտենք այսօրվա քարոզը, հա, կարծում եմ շատ ոգևորված կլինես եւ ոգեշնչված։ Բայց դա ամբողջը չի Քրիստոսի մասին, հարգելիս։ Նա ուրիշ խոսքեր է ասում։ Նա ասում է շնորհքով եք փրկված, հավատքի ձեռքով, հա, Եփեսացիս 2:8-9 խոսքերը երբ որ կարդում ես։
Այսինքն փրկությունը Տիրոջ նվերն է քեզ։ Դու ջանք չես անում դա փրկվելու, դա ունենալու համար։ Բայց դա վերջը չի։ Շատ քրիստոնյաներ կուզեն մեծ վերջակետ դնեն եւ ասեն վերջ, ես փրկված եմ։ Ցավոք որոշ քարոզիչներ տենց է քարոզում են հիմա։ Փրկված ես ու վերջ։ Բայց դա վերջը չի, հարգելիս։ Դա սկիզբն է այն մնացած բաների, ինչի մասին որ ես ուզում եմ այսօր խոսալ ձեզ։ Եկեք բացենք Ղուկաս ավետարան 13-րդ գլուխը։ Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ 23 եւ 24 խոսքերը։ Ղուկաս ավետարան 13, 23 եւ 24 խոսքերը։ Եվ մեկ ասեց նրան. Տեր, միթե քիչ են փրկվողները, նա էլ ասեց նրանց. ջանք արեք, որ նեղ դռնով ներս մտնեք։ Որովհետև ասում եմ ձեզ շատերը կուզեն մտնել եւ չեն կարողանա։ Անկեղծ, եթե անկեղծ ասեմ, նեղ դռան մասին քարոզ կարող է վերջին 100-ամյակում լսած չլինեմ։ Բայց գիտես ինչ է նշանակում նեղ դռնով։ Նեղված քարնելու։ Չգիտեմ ձեր քաղաքում ոնց, Երևանում երբ որ տրանսպորտ ես նստում, մի քիչ ուշ ժամի նեղված կա, ասենց։ Մենք ասում ենք շախմատի ձի դարձած իջ ավտոբուսից։ Գիտես, Քրիստոսը ասում է, որ հարգելինս ինձանից սկսած, ես ինձ եկեք չառանձնացնեմ, հա ձեզանից, ինձանից մենք նեղ դռնով պետք է ներս մտնենք։ Ու գիտես հետո ինչ ասում, ասում է ես եմ այդ դուռը։ Օ, Հիսուս, բայց դու այդքան էլ նեղ չես։ Այո, երբ որ ինքը երկրորդ անգամ կգա, այդքան էլ նեղ չի լինելու։ Բայց Տերը կանչում է մեզ, որպեսզի մենք նեղ դռնով Հիսուսով ներս մտնենք։ Սիրում ենք Հիսուսին, սիրում ենք խոսքը, կատարում ենք խոսքը, ու երբ որ մենք կատարում ենք խոսքը, Տերը մեզ սկսում է մաքրել շատ բաներից։ Ամեն։ Ես ասում եմ, մարդ երբ որ աղոթում է, Տեր քո կամքը լինի, երկրի վրա այնպես ինչպես որ երկնքում, ասում եմ, լուրջ դու ուզում ես Տիրոջ կամքը գա, լուրջ դու պատրաստ ես Տիրոջ կամքին, բայց չէ՞ որ եթե դու աղոթում ես Տիրոջ կամքի համար, դա նշանակում է ինքը մկրատով է գալու։ Գալու է քեզ էտի։ Քո բնավորությունը, հա? Դե հով ջան, մի բաժակ խմում։ Ուզում ես Աստծո կամքը գա։ Այո ջան, մի հատ ծխում եմ, մի հատիկ, մի օրվա մի հատիկ ինչ պիտի անի։ Ուզում ես Տիրոջ կամքը գա։ Մի հատ բամբասել եմ։ Մի բաժակ, մի հատ սիգարետ, մի հատ բամբասանք, դա արդեն ժամանակակից լեզվով ասեմ, կոմբոյա դառնում է դա։ Ուզում ես ինչ-որտեղ ուտելու կա կոմբո, չէ՞։ Խմելիքը, ուտելիքը, էսի ամբողջը իրար հետ մի գինա։ Հարգելիներս, Հիսուսը ուզում է, որ մենք նեղ դռնով ներս մտնենք։ Ամեն։ Ոչ այդ մի բաժակը խմենք, ոչ այդ մի սիգարետը ծխենք, ոչ մի բամբասանք անենք, ոչ էլ սրտներիս մեջ նայենք ինչ-որ մեկին ու ցանկանանք։ Ոչ էլ մեր մտքի ծայրով անգամ ինչ-որ բան անցկացնենք։ Ամեն։ Սա Հիսուսն է։ Ամեն։ Եթե մենք Հիսուսին ասում ենք, «Այ Հիսուս ջան, ինչ լավ է, թշերից է քաշում ենք կներեք այդ արտահայտության համար»։ Ինքը ասում է, լսի, լավ է, բայց դա ամբողջը չի։ Ես սիրում եմ քեզ, բայց դա ամբողջը չի։ Ես փրկել եմ քեզ, բայց դա ամբողջը չի։ Ամեն։ Հիսուս ինչ պիտի անեմ ես։ Նեղ դռնով մտի։ Նեղ դռնով։ Ամեն։ Արա, կատարի Աստծո խոսքը։ Եթե դու մտածում ես, որ դու այնքան ճարպիկ ես, որ համեն կարաս անես, համեն ու չբացահայտվի, հարգելիս, դու խաբված ես արդեն։ Ոչ թե կխաբվես, այլ արդեն խաբված ես։ Ով է քեզ խաբել։ Սատանան։ Քեզ խաբողի անուն ասեմ, Սատանան է խաբում։ Ուրիշ ոչ մեկ չի խաբում։ Մեկ ասում է, հարսս է խաբում, կիսուրը, զոքա, չէ։ Այդ մարդկանց սիրեք ու հարգեք ու աղոթեք իրանց համար։ Ամեն։ Սուտասանը Սատանան է։ Ինքն է սարքում մարդկանց գլխին։ Ամեն։ Ու Հիսուս ասում է, որպեսզի ուզում եք պաշտպանված լինել, նեղ դռնով մտեք։
Ինչ որ Աստծո խոսքը ասում է մի արա, ուրեմն մի արա։ Ամեն։ Ինչ որ արգելում Աստվածաշունչը, ընդունի այդ տարբերակը։ Մի փորձիր այդ արանքներով անցնել։ Մի փորձիր ուղղակի հարմարացնել Աստծո խոսքը քեզ։ Որովհետև ես օրես մի օր սենց եմ հավատում, որ Հիսուսը երբ որ կգա ու մենք կկանգնենք նրա առաջ, կարծում եմ ինքը կհարցնի, իսկ դու նեղ դռնով մտար ներս։ Դու նեղություններ քաշեցիր իմ անունի համար։ Քեզ նեղեցին, որ դու քրիստոնյա ես։ Դու ավետարան քարոզեցիր հեչ։ Իսկ ավետարան քարոզած քեզ անպատվեցին։ Սրանք են հարցերն ա, որոնք որ մենք մեզ պետքա տանք հարգելիս։ Ամեն։ Մի փոքր տեսադաշտը ավելի լայնացնեմ։ Հիսուսը մեզ ասում է հավիտենական կյանքի մասին։ Մենք բոլորս գիտենք, չէ՞ դրա մասին։ Տերը մեզ հավիտենական կյանք է տալիս։ Բախին կպել ես 100 տարվանը։ Բախին կպել ես 80-70 տարվանը։ Մենք են հավիտենականություն ոնց որ մի կողմ ենք գցում, որ այստեղ մեզ լավ լինի։ Բայց եկեք մի փոքր մտածենք ընդեղի մասին։ Ամեն։ Եկեք մի փոքր էլ մտածենք հավիտենականության մասին։ Եկեք մի փոքր մտածենք Հիսուսի հետ հանդիպման մասին։ Ինչ ենք ասելու Հիսուսին։ Հարգելիներս, ամենայն հարգանքով ով ուզում է եղի։ Ամենայն հարգանքով բոլորիդ նկատմամբ պաշտոնյա, չպաշտոնյա, հարուստ, ոչ հարուստ, կրթված, չկրթված, ով ուզում է եղի։ Դու օրից մի օր կանգնելու ես Հիսուսի առաջ։ Ինչ ես ասելու։ Իսկ Հիսուսը քեզ ինչ է հարցնելու։ Ամեն։ Գիտես, կարևոր է սա, կարևոր է, որ ամեն մի քրիստոնյա այս հարցերի մասին մտածի։ Ամեն։ Կարևոր է, որ ամեն մի քրիստոնյա պահի իր սրբությունը։ Ամեն։ Մենք ամեն օր պետքա թարմացնենք հարգելիս մեր սրբությունը։ Մենք ամեն օր պետքա թարմացնենք մեր փոխհարաբերությունը Աստծո հետ։ Ամեն։ Մենք ամեն օր ոչ թե սովորության համեմատ, այլ թարմացություն պետքա ստանանք Տիրոջից։ Թարմ կերակուր պիտի ստանանք Տիրոջից։ Ամեն։ Կարծում եմ ոչ մեկը մի ամսվա կերակուր չեք ուտում ձեր տանը։ Մի քանի օր ու թափում եք։ Բայց չգիտես ինչի քրիստոնյաները կշտանում են նախանցած տարվա ստացած հայտնությունով։ Ոչ մի հայտնություն չկա վերջերս։ Ջանք արա, կպի Տիրոջը, աղոթք արա, խնդրի Սուրբ Հոգուն, թող այցելություն անի նա քեզ։ Ամեն, թող հայտնություն տա, թող խոսք տա քեզ, խոսք, որը կփոխի քո կյանքը, խոսք, որը կփոխի քո ընտանիքի կյանքը։ Ամեն։ Գիտես, մենք ինչքան շուտ հասկանանք, որ մենք անկարող ենք, այնքան շուտ մենք կսկսենք վստահել Տիրոջը։ Ամեն։ Մենք կարանք ինչ-որ բաներ անենք, բայց ամբողջը չենք կարանենք, սիրելիս։ Ամեն։ Երբ որ քո հարազատը հիվանդ է, դու չես կարա բուժես նրան։ Երբ որ ինչ-որ խնդիրների մեջ ես, դու չես կարա այդ խնդիրներին պատասխան տաս։ Բայց կա մեկը, ընտեղ, երկնքում, մեր սրտերի մեջ, որի անունը Հիսուս է։ Եվ նա ասում է հարգելիս, իմ հետևից։ Նեղ դռնով մտի ներս։ Ինձ նմանվի, իմ խոսքը պահի, իմ ճանապարհների մեջ քայլիր։ Ամեն։ Սա կարևոր է։ Ցավոք մարդիկ ավելի ուշ են հասկանում սրա մասին։ Ցավոք մարդիկ ավելի ուշ են հասկանում, որ ինչ ունեին, ինչ հնարավորություն ունեին եւ ինչ բաց թողեցին իրենց ձեռքից։ Գիտես, Տեր ուզում է այցելություն անի ամեն մեկից։ Տերը ուզում է ուղղակի հպվի ամեն մեկիդ։ Գիտես ինչ է նշանակում դա։ Երբ որ Տերը կպնում է, ամեն ինչ փոխվում է։ Ամեն ինչ է փոխվում։ Քո աչքերն է, քո տեսողությունն է փոխվում։ Ասում ես Տեր, բայց ես այս մարդուն ճանաչում եմ, առաջ նայում եմ ուրիշ բան էի մտածում իր մասին։ Հիմա նայում եմ ուրիշ բան եմ մտածում իր մասին։ Քո այդ մարդն է փոխվել։ Չէ, դա դու ես փոխվել։
Ամեն։ Եթե առաջ մեկը ինչ-որ մեկի մասին վատ բան էր ասում, անիծում էր, հա, այսօր նայես ու չես անիծում։ Ինչի ասում ես, լավը դարձավ ինքը։ Իհարկե ոչ։ Դու փոխվեցիր։ Ամեն։ Ու Տերը փոքր կաթիլներով կառուցում է քո հոգևոր կյանքը։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Գիտես, նեղ դռան մասին ուզում եմ, երբ որ մենք կարդում ենք, ստեղ մենք տեսնում ենք, որ շատերը կանգնած էին նեղ դռան առջև, բայց ներս չէին մտնում։ Մտածում էին, դե կհասցնենք, բայց ցավոք տենց էլ չհասցրեցին։ Որտեղ երբ որ կարդում ես, ասում եմ, փակվավ, վերջ, փակվավ դա, եւ բոլորը սկսեցին տուկ տալ, ինչպես ասում են, եւ Հիսուս ասաց, ես ձեզ չեմ ճանաչում։ Հարգելիս, երբեք մի Հիսուսի հետ հանդիպումը, երբեք մի քո ապաշխարությունը, երբեք մի քո մեղքից հրաժարվելը թող վաղվա համար։ Հենց հիմա է պետք ապաշխարել։ Հենց հիմա է պետք աղոթել։ Հենց այս պահին է պետք Աստծուց խնդրել։ Ամեն։ Ոնց որ ասում են, այսօրվա գործը վաղվան չեն թողում։ Լավ խոսք է, ժողովրդական խոսք է։ Դա նույնպես մեղքին ու մեղքից հրաժարվելուց ու ապաշխարությանն է վերաբերվում։ Մի ասա կապաշխարեմ։ Մի ասա, այս մեղք մի քիչ խաղամ այս մեղքի հետ, որտեղ քրիստոնյա խաղում են մեղքի հետ։ Գցում են օդ, բռնում են, գցում են օդ, բռնում են, մեկը հոպ ընկնում է գլխին։ Ասում, բայց քիչ հենց եղավ։ Որտեղ խաղում էինք մեղքի հետ։ Բայց Հիսուսը գիտես ինչ էր ասում, ասում էր հարգելիս, ներ դռնով մտի ներս։ Մի մտածի, որ դեր կհասցնես։ Ամեն, մի մտածի դեր կհասցնես։ Որովհետև մի վարքյան ու ամեն բան կարա փոխվի։ Հա? Մանավանդ երբ որ քշում ես, մի վարքյան ու հայտնվում ես ճանապարհից դուրս։ Չէր պլանավորել։ Տեն ստացվեց։ Ամեն, մենք չենք պլանավորում վատ բաները, չէ՞, բայց դրանք գալիս են։ Մենք չենք պլանավորում հիվանդությունները, բայց դրանք կան մեր կյանքերի մեջ։ Մենք չենք պլանավորում, թե ով երբ է մահանալու, բայց մահանում են։ Ամեն, հարգելիս, կպի Տիրոջը։ Փնտրի Տիրոջ երեսը։ Այսօրվա գործը, ոնց որ ասում են, վաղվան մի թող։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Անverջ կարամ խոսամ Հիսուսի մասին որպես փրկիչ, բայց ուզում եմ մի փոքր էլ խոսամ նրա երկրորդ գալուստի մասին եւ մի օրինակ եմ ուղակի ուզում ասել Հովանես Առաքյալի մասին։ Երբ որ մենք ավետարանները կարդում ենք, մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Հովանես Առաքյալը Հիսուսի սիրելի աշակերտներից մեկն էր։ Չէ՞։ Թե մենակ ես եմ այդպես բան տեսնում։ Մենք կարծում ենք, որ նա Հիսուսի հենց քիփ կողքն էր նստում ու մեկ-մեկ էլ հենվում էր իր վրա։ Ամեն։ Դա 30-33 թվականներն էր Հիսուսից հետո։ Իդեպ Հովանես Առաքյալը դա միակ աշակերտներից մեկն էր, առաքյալներից մեկն է, որ իր մահով է մահացել։ Ու երբ որ մենք գնում ենք հայտնություն գիրք, կա չէ՞ ձեր Աստվածաշնչում հայտնություն գիրքը, դա վերջինն է։ Չգիտեմ, հասել ես այնտեղ թե չէ, բայց կհասնես։ Հովանես այդ ժամանակ, երբ որ նա ստանում է հայտնության գիրքը գրելու, դա գիտես որ թվականներն էր 90-ականները։ Այսինքն Հիսուսը երկրի վրա 30-33 թվականներն էր ու Հովանեսը հայտնությունը գրում է 90-92 թվականներին։ Այսինքն 60 տարի հետո։ Պատկերացնում ես 60 տարի հետո։ Առաջարկում եմ, որովհետեւ մենք իրար հետ նայենք հայտնության առաջի գլուխը 12-րդ խոսից սկսած։ Հայտնություն 1:12։ Եվ ես ետ դարձա այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խոսում էր, եւ երբ որ դարձա 7 ոսկի ճրագակալ տեսա։ 13-ը եւ այն 7 ճրագակալների միջում մեկը մարդու որդու նման պճղնավոր պատմուճան հագած
եւ ստինքների մոտ ոսկի գոտի կապած 14-րդ խոսքը եւ նրա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձյան պես սպիտակ էին եւ նրա աշկերը կրակի բոցի պես 15 եւ նրա ոտները կարմրած պղնձի պես իբր հնոցի մեջ կրակ եղած եւ նրա ձայնը շատ ջրերի ձայնի պես 16 եւ իր աջ ձեռքում 7 աստղեր ուներ եւ նրա բերանից սրած երկբերան սուր էր դուրս գալիս եւ նրա երեսը ինչպես արեգակ ճառագայթում էր իր զորությամբ եւ երբ որ տեսա նրան մեռածի պես ընկան նրա ոտների առաջին եւ նա իր աջ ձեռքը ինձ վրա դրավ եւ ասեց մի վախեցիր ես եմ առաջինը ու վերջինը Այս շատ տպավորիչ նկարագիր է Հիսուսի Գիտես Հիսուսը երբ որ կգա հարգելիս չի գա որպես Աստծո գառ Ամեն ուզում եմ որ մի փոքր սրա մասին մտածենք չի գալու որպես Աստծո գառ այսինչ է գալու Արդյոք քրիստոնյաները կուզեն հակառակ լինեն այս Հիսուսին, թե կուզեն Հիսուսի կողմից լինեն։ Ուզում եմ որ մի փոքր մտածենք։ Ամեն։ Հովանեսը, որը որ Հիսուսի քիփն էր, սենց ասեմ, հա, հենվում էր նրա վրա, նա սիրելի աշակերտներից մեկն էր 60 տարի հետո տեսնում է նույն Հիսուսին, ու ասում է մեռածի նման ընկա ես իր առաջ։ Մեռածի նման ես ընկա իր առաջ։ Այնքան լավ կլինի, որ բոլոր քրիստոնյաները ժամանակ առ ժամանակ մեռածի նման ընկնեն Քրիստոսի առաջ։ Ու հասկանան, որ մեղքի հետ խաղալը ոչ մի լավ բանի չի բերելու։ Ու հասկանան այն մեղքիկները, որոնք կան իրենց կյանքի մեջ, իրենց լեզվի վրա, իրենց սրտի մեջ, իրենց մտքի մեջ, դրանք հեռացնելու են Հիսուսին, ու երբ որ Հիսուսը գալու է, իրենց հակառակը լինելու։ Այս Հիսուսը, որ աչքերը կրակի բոց են, որ ոտքերը կարմրած պղնձի նման են, որ բերանից դուրս է գալի խոսքը երկսայրի սուրի նման, հարգելիս, դու ուզում ես Հիսուսի կողմից լինես, թե ուզում ես Հիսուսին հակառակ լինես, որոշում ենք մենք, այստեղ երկրի վրա ապրելով մեր կյանքը, ամեն, այնպես որ ես քեզ կոչ եմ անելու, որ դու վերա նայես կամ վերա իմաստավորես քո կյանքը, ինչի, Որտեղ Հիսուսը շուտով գալիս է արգելիս։ Ուզենք թե չուզենք, մեր դուրը գա թե չգա, մենք պատրաստ լինենք թե չլինենք, Հիսուսը շուտով գալիս է։ Ամեն։ Ինքն է ասում, իր խոսքն է սա։ Լավ, եկեք պատրաստենք մեր անձերը Հիսուսին դիմավորելու։ Եկեք պատրաստ լինենք, գիտես, մատուցելու մեր ծառայությունները այնպես, որ Տերը գա ու ինչա, իմ ամենադուրը, գիտես որ նա գա, որ Հովանես ասաց իր ձեռքը մեկնեց, գիտես ով, որ աշկերը կրակի բոց էր, ոտքերը բերանից դուրս, ու ասում է կպավ ինձ ասես մի վախեցի Հովանես։ Արդյոք մենք կուզենք, հա, կարծում եմ կուզենք, կփափագենք, որ Հիսուսը գա ու հետո սենց խփի մեր ուսին ասի մի վախեցի, ես քեզ ճանաչում եմ։ Դու իմ սիրելի որդին ես, դու իմ սիրելի զավակն ես, ես քեզ ճանաչում եմ, մի վախեցի, որտեղ դու ծառայել ես ինձ։ Բայց գիտես շատ քրիստոնյաների ինչ կասի, կասի չեմ ճանաչում ձեզ։ Չեմ ճանաչում, ինչի, որտեղ ներ դռնով ներ չբնան։ Ինչի, որտեղ ապրեցին իրանց կյանքը իրանց ուզած ձևի։ Ինչի, որովհետև բաց թողեցին այն հնարավորությունը, որը Տերը տվել էր։ Ու Աստվածաշնչում շատ են նման դեպքերը։ Աստվածաշնչում շատ են այդ օրինակները։ Մարդիկ, ովքեր ունեցել են ու բաց են թողել իրենց ձեռքից։ Հարգելիս, չեմ ուզի, որ մենք ազգովի, մի քիչ ավելի լայնացնեմ մասշտաբները, որ մենք ազգովի բաց թողնենք Տիրոջ ողորմությունն ու փրկությունը մեր ձեռքերից։ Ամեն։ Մենք սիրում ենք ասենք մենք հայերս գնալը Վատիկան, հələ գնա Ամերիկա, հələ Ռուսաստան, մենք գիտես, իսկ Տերը ինչ ասում հայերի մասին։ Ինձ դա ավելի շատ է հետաքրքրում։ Ամեն։
Դա ինձ ավելի շատ է հետաքրքրում։ Ինչ ասելու Հիսուսը, երբ որ գա, արդյոք իր ձեռքը կմեկնի մեր ազգին, կասի, լսի, ես ճանաչում եմ քեզ։ Արդյոք ինքը կասի, գիտեմ դու հալածվել ես իմ համար։ Արդյոք կասի, գիտես, ես ողորմություն եմ արել քեզ, որ մինչև այսօր չես կորել։ Ինչ է ասելու Հիսուսը։ Ինչ է Հիսուսը ասելու ամեն մեկից անհատապես։ Ամեն։ Գիտես, երբ որ Հիսուսը գա, կանգնի ու մենք հանդիպում ունենանք Հիսուսի հետ, հավատացնում եմ քեզ, որ դու կմոռանաս բոլոր այն մարդկանց, ովքեր վիրավորել են քեզ։ Դու կմոռանաս բոլոր քո խնդիրները։ Դու կմոռանաս բոլոր այն հոգսերը, որ երբևիցե դու ունեցել ես քո կյանքի մեջ։ Որտեվ քո լեզուն կպապանձվի Աստծո առաջ։ Որտեվ ինքը գիտի քո ներսը ու քո դուրսը։ Ինքը գիտի քո մտքերը ու քո ցանկությունները։ Ինքը գիտի ամեն ինչ, որ դու խոսում ես, հարգելիս։ Ինքը գիտի քո գործերը։ Ամեն։ Հայտնության 7 եկեղեցիները, երբ որ նայում ես, բոլոր եկեղեցիները ասում են, գիտեմ քո գործերը։ Ուզում եմ քեզ ասեմ, Տերը գիտի քո գործերը, հարգելիս։ Չգիտեմ ուրախ ես թե չէ դրա համար։ Ամեն։ Ես հավատում եմ, որ ուզում եմ հավատամ, որ դու ուրախ ես, որ Տերը գիտի քո գործերը։ Բայց գիտես, Տիրոջ իմանալը բավական չի։ Դու ասես ոնց, բայլով պիտի իմանա։ Այ, եկեք մի տեղել եմ ուզում կարդալ ձեր համար։ Եկեք բացենք առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Լավ տեղ է, այս տեղը։ Ուշադիր կարդա։ Դա քեզ է վերաբերում ու ինձ։ Սենց է գրված. ամեն մեկի գործը մենք ենք, ամեն մեկի գործը ինչա գրված պիտի հայտնվի որ օրը կերևացնի որովհետև կրակով պիտի հայտնվի եւ ամեն մեկի գործը թե ինչպես է կրակը կփորձի սարսափեցնող է միգուցե որ նենց զգացողություն ոնց որ քննությունից առաջ բայց սա հոգևոր քննություն է արգելիս եթե այս քննությունը անցար հավիտենական կյանքը երաշխավորված է եթե այս քննությունը չանցար լիկվիդ չկա հասկանում ես չէ ուզում եմ մի քիչ ավելի լուրջ վերաբերվենք սրան հարգելիներս ինչ գործերով ենք գնալու Հիսուսի առաջ մեր սրբությունով մեր մեղքերով մեր բամբասանքով թե մեր ավետարան քարոզելով մեր խաղաղություն բերելով թե մեր ատելությունով ինչ ենք տանելու Աստծո առաջ երբ որ Հիսուս ասում է ինձ նմանվեք նա հենց սա նկատի ունի ինքը խաղաղություն է տանում մարդկանց ու ոչ թե ատելություն հարգելիներս հա շատ ահավոր բան կատարվեց մեր ազգի հետ խոսքը ոչ թե հեղափոխության մասին էր այլ հեղափոխությունից հետո ազգը պառակտվեց նույնիսկ քրիստոնյաները սկսեցին ատելության խոսքեր խոսալ հարգելիս եկեք Հիսուսին նմանվենք եկեք մեր բերանը բացենք դրական բաներ խոսալու համար ամեն եկեք երբ որ Աստծո համար մի բան անում ենք հասկանում ես ուղիղ սրտով անենք ոչ թե պիղծ շահասիրությունով ոնց որ Աստծո խոսքն է ասում այլ ուղիղ սրտով ինչի որտեղ որ ասելու են Արսեն Հայրապետյան ես գնալու եմ հրեշտակներն ասում են բերեք Արսենի գործերը բերեն սենց կամ սենց չգիտեմ ասում կայծը տվեք ու ինչ որ կմնա ընդեղ կրակից հետո դա կլինի իմ պսակը բայց ցավոք շատ քրիստոնյաների մոտ ոչինչ էլ չի մնա գիտես ինչի ոսև իրանք մի ոտով նեղ դռան մեջ էին մի ոտքով նեղ դռնից դուրս էին մի ոտով եկեղեցում էին մի ոտով աշխարհում էին մի կողմով երկու կյանք էին ապրում եկեղեցում սուրբ մարդիկ էին աշխարհում խարոշիներ էին
Սենց ասեմ։ Կներեք իմ բառապաշարի համար։ Ամեն։ Ով ենք մենք հարգելիս Հիսուսի համար։ Ով ենք Հիսուսը երբ որ նայում է մեզ, ում է տեսնում մեր մեջ։ Ամեն։ Մենք երբ որ մենք հայլու մեջ նայում ենք մեզ, մենք մեզ ենք տեսնում։ Բայց Հիսուսը ում է տեսնում։ Բոլորի գործերը կրակը պիտի փորձի հարգելիս։ Դրա համար քանի հələ կրակի փուլին չենք հասել, ես առաջարկելու եմ ապաշխարություն քեզ։ Ամեն։ Ով ուզում է սեղի։ Ծառայով, չծառայով։ Մարգարե, արա այս վերջերս մարգարեները շատ են հայտնում։ Մարգարե, առաքյալ, չգիտեմ, հովիվ, ով ուզում է սեղի։ Ում որ շատ է տրվում, նրանից շատ է պահանջվելու։ Ամեն։ Ինձանից ավելի շատ է պահանջվելու։ Ձեզանից այդքան չի պահանջվելու։ Դու մեզ շատ է տրվել։ Հոգևոր առումով նկատի ունեմ։ Ամեն։ Ում որ շատ է տրվում, նրան շատ է պահանջվելու։ Բայց հարգելիս, մեր պսակները ավելի մեծ լինելու քան ձերը։ Յա, այդ ոնց։ Բայց որ շատ է տրված, այդ ոչինչ, բայց որ պսակը մեծ է, այդ ուզում եմ քեզ ասել, որ Աստծո հետ խաղ մի արա։ Մեղքի հետ խաղ մի արա։ Ամեն։ Սատանայի հետ խաղ մի արա, տունտունիկ մի արա։ Ամեն։ Ավելի լուրջ, երեք մոտենանք։ Ավելի լուրջ, որովհետև մենք կարիք ունենք ժամանակ առ ժամանակ ընկնելու մեռածի պես Հիսուսի առաջ ու ապաշխարելու։ Նույն Հովհաննեսն էր, որ Հիսուսին գրկում էր, որ Հիսուսի վրա հենվում էր, իր գլուխը դնում էր Հիսուսի ուսին, բայց 60 տարի հետո, երբ որ նա տեսավ Հիսուսին, դա սարսափելի էր։ Դրա համար Աստծո խոսքը Եբրայեցիների 10-ում ասում է սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը հարգելիս։ Նա մտածի, ինչ ես ուզում։ Ես ամենևին էլ ցանկություն չունեմ վախացնելու։ Ես պարզապես զգուշացնում եմ ու այսօր դրա համար եմ ստեղ։ Ամեն։ Զոր եղբայրը քարոզում էր, որ ոչ թե քո անցած ամսվա զոհերը, այլ այսօրվա քո զոհը։ Ոչ թե անցած նախանցած տարվա քո աղոթքները, այլ հիմա է պետք աղոթել։ Ոչ թե քո 3 առաջ օրվա սրբությունը, այլ այսօր պետք է թարմացնել քո սրբությունը։ Ոչ թե 10 տարվա առաջվա բանը պետք չի Եգիպտոսի բաները հիշել, պետք է գնալ առաջ ամեն օր Տիրոջ հետ նոր բարձունքներ գրավել։ Նոր փոխհարաբերություններ ունենալ։ Ամեն։ Ուզում ես երկար գնաս Աստծո հետ, խոնարհվիր։ Ուզում ես երկար պտուղներ ունենաս, հեզերի Հիսուսի նման։ Այսինքն անմնացորդ հնազանդերի երկնքին։ Ամեն։ Անմնացորդ գնա երկնքի ճանապարհով։ Հալելույա, փառք Աստծուն սրա համար։ Սիրելիներս, ուզում եմ ապաշխարության համար քեզ երկու խոսք ասեմ։ Երկու ապաշխարության աղոթք ենք անելու։ Մեկը բոլորի համար, եթե իհարկե դուք ցանկանաս, մյուսը առաջի անգամ եկածների համար։ Բայց հիմա խոսքս ուղղում եմ բոլորիս։ Գիտես, եթե քո ներսում ինչ-որ բան կա, ինչ-որ հանդիմանություն ունես իմ խոսքերից, կամ ինչ-որ վախ է եկել։ Հիսուսը գա կրակոտ աշկերով, Բերանից երկսայրի սուր, դա սարսափելի է, իրականում սարսափելի է։ Եթե դու վախենում ես Հիսուսից, ուրեմն մի բան կա քո մեջ։ Ես քեզ անկեղծ կասեմ եւ ուղիղ։ Եթե Հիսուսի գալով դու տխրելու ես, ուրեմն դու խնդրեմ ունես իր հետ։ Բայց եթե դու Հիսուսի գալու ուրախանալու ես, ուրեմն ամեն ինչ լավ է քո մոտ։ Հիմա չգիտեմ ուրախ ես թե տխուր։ Բոլոր դեպքում ես կշարունակեմ։ Ես չգիտեմ ինչ է, բայց եթե մի բան, որ այսպես խեղդում է քեզ, այս քարոզի ժամանակ, ուզում եմ քեզ ասել, վերցնում ես դա մտավոր, մտքով։ Ու ես քեզ կոչ եմ անել, որպեսզի բոլորս մտավոր ձևի մտքով գնան Գողգոթա։ Ամեն։ Դա միգուցե քո հիվանդությունն է, ուզում եմ որ մտքով բռնես, միգուցե քո վատ սովորություններն է, որ դու արդեն ուզում ես հրաժարվես դրանից, վերցնում ես քո ձեռքերի մեջ։ Միգուցե դա այն վատ հարաբերություններն է, որ դու ունես քո տան անդամների հետ,
վերցնում ես քո ձեռքերի մեջ ու բոլորս գնում ենք Գողգոթա։ Ամեն։ Գնում ենք, որ այդ բաները դնենք Աստծո որդու ոտքերի մոտ։ Գնում ենք, ես մի անգամ խոսում եմ, ասած, բայց հո ջան, Հիսուսը Գողգոթայում չի։ Գիտեմ, որ այնտեղ չի, բայց երբ որ մենք հասկանանք այնտեղ ինչ կատարվեց, մեր կյանքերը կփոխվի։ Ամեն։ Չեմ առաջարկում քեզ Փարիզ գնալ, Էֆելյան աշտարակի տակ։ Քեզ առաջարկում եմ մտովի գնան Գողգոթա ու մեր խնդիրները տանենք այնտեղ ու հասկանանք ինչ տեղի ունեցավ այնտեղ։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Բարոյական խումբը, եթե հնարավոր է։ Եկեք մի քանի րոպե մտածենք, ինչ տեղի ունեցավ Գողգոթայում։ Ինչ արեց Հիսուսը մեր համար, որին մենք համարժեք չպատասխանեցինք։ Եկեք հասկանանք, որ Հիսուսը ամեն ինչ արել է մեր համար, հարգելիս։ Իմ համար, քո համար, բոլորիս համար արել է, բայց արդյոք մենք համապատասխան վերաբերմունք ունենք։ Արդյոք մենք ճիշտ ենք ապրում մեր հոգևոր կյանքը։ Արդյոք մենք սիրում ենք Հիսուսին ու սիրում ենք Աստծո խոսքը։ Արդյոք մենք կատարում ենք Աստծո խոսքը։ Կամ արդյոք երբ որ Հիսուսը այսօր գա, իրան ինչ ունենք ցույց տալու։ Ինչ գործեր ունենք ցույց տալու։ Ինչ, դրանք հոգևոր բաներ են։ Որ Հիսուսը գա ասի, ուզում եմ կրակով փորձեմ քո գործերը, ինչ ես անելու։ Հարգես, եթե մինչև հիմա Հիսուսին ցույց տալու բան չունես, սկսի այսօրվանից։ Եթե մինչև հիմա Հիսուսին պատվելու բան չունես, սկսի այսօրվանից։ Որտեղ երբ որ հայտնության գիրքը կարդում ես, ես ինչա գրված, գրված է 24 երեսների մասին։ Ու գիտես ինչ են անում, հանում են իրաց պսակները ու գցում են Հիսուսի ոտքերի առաջ։ Ինչ ունենք Հիսուսի ոտների առաջ գցելու, արգելիս։ Ինչ կարանք Հիսուսի համար անենք։ Ես ասեմ, դա ֆինանսի հետ կապ չունի։ Դա կապ ունի սրտի հետ։ Դա կապ ունի հավատքի հետ, դա կապ ունի հավատքի գործերի հետ։ Դա կապ ունի քո հոգևոր կյանքը ապրելու հետ։ Դա կապ ունի դու ինչ ես խոսում, խոսալն էլ փողի հետ կապ չունի։ Կապ ունի դու ինչ ես լսում։ Կապ ունի քո սրտի մեջ կա ատելություն թե չկա։ Կապ ունի քո սրտի մեջ դառը արմատ ունես, ինչ որ մեկի նկատմամբ թե չունես։ Սա է, երբ որ Հիսուս ասում է ինձ նմանվեք։ Հիսուսի սրտի մեջ դառը արմատ չկար, հարգելիս։ Նրա մեջ ատելություն չկար։ Նրա մեջ խաղաղություն էր ու ուրախություն էր։ Ամեն։ Եվս մի տեղ ուզում եմ կարդալ, մինչև որ մենք կաղոթենք։ Սա շատ կարևոր տեղ է, արգելիս, շատ կարևոր տեղ է։ Մաղաքիայի մարգարեություն 3-րդ գլխի 16-րդ խոսքը։ Եվ այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ։ Եվ Տերը ականջ դրեց ու լսեց նրանց։ Եվ հիշատակի գիրք գրվեցավ նրանց առաջին Տերից վախեցողների համար եւ նրա անունը պատվական համարողների համար։ Հարգելիս, ինչ որ մենք խոսում ենք, Տերը ականջա դնում ու լսում է։ Ինչ ենք խոսում։ Ինչ ենք բամբասում, սենց ասեմ լավ։ Ամեն։ Տերը լսում է, բայց բան չի ասում։ Բայց երբ որ մեր հանդիպումը կլինի, Տերը կասի, հələ այդ գրքերը բերեք։ Հələ բացեք, Արսեն ինչ է խոսացել։ Հրեշտակները ամբողջ տեզերքի մեջ, ամբողջ հրեշտակների, բոլոր հրեշտակների առաջ եւ ամբողջ հավիտենականության մեջ կասեն, որ Արսենը խոսում էր սա եւ սա։ Արդյոք իմ խոսքերը ինձ պատիվ կբերեն, թե պատիվ չեն բերի։ Արդյոք քո խոսքերը, երբ որ հրապարակվի, պատիվ կբերի քեզ, թե չի բերի։ Որտեղ Աստծո խոսքը ասում է, ինչ որ ծածուկ տեղերում խոսվում է, տանիքներից պետք է քարոզվի դա, այսինքն ծածուկ բան չկա, որ չհայտնվի։ Ամեն։
Ու գիտես ով է լսողը, Տերը։ Ու գիտես ինչա գիրքա գրվում քո խոսքերի համար։ Բայց ինչա տեղ ունեմ, երբ որ մենք ապաշխարում ենք, հարգելիս։ Հիսուսի արյունը գալիս է ու մաքրում է մեզ։ Մաքրում է մեր խոսքերը, մաքրում է մեր գործերը, մաքրում է մեր վատ մտքերը, ատելությունը, խառնակցությունը, այն ամեն ինչ որ մեր կյանքում գոյություն է ունեցել։ Ես հավատում եմ, որ դու ուզում ես ապաշխարես։ Ես էլ եմ ուզում ապաշխարեմ, հարգելիս։ Եկեք վերցնենք մտովի այն ամեն բան ու գնանք դեպի Գողգոթա։ Ասենք Տեր, դու ես, որ ազատելու ես մեզ։ Տեր, ուրիշ ազատող չունենք։ Ամեն։ Եկեք 2 րոպե վերցնենք, ուղղակի մտածի սրա մասին։ Փառատոնական խումբը կօգնի մեզ։ Ուղղակի ազատ եղի, չգիտեմ, ազատ կարող ես ծնկի գալ, կարող ես ձեռքդ բարձրացնել, կարող ես ուղղակի մտածի, որ մի րոպե հետո հանդիպես Հիսուսի հետ։ Ինչ ես ներկայացնելու իրան։ Ինչպիսի գործեր ես ներկայացնելու իրան։ Ամեն։ Ծառայողներ ջան, ինչ ենք ցույց տալու Հիսուսին։